նոր կտակարան հասկացողությունը։ Վերջի ժամանակներում, վերջի երկու շաբաթների ընթացքում դուք լսել եք այն հասկացողությունը, որ նոր կտակարանը դա այն գեղեցիկն է, այն հիանալին է, այն մեծ փառավորն է, որը քեզանից ուզում են գողանալ։ Հակառակորդ ուզում է գողանալ, աշխարհը ուզում է մոռացության հանձնի, եւ ասեմ կան նաև ուժեր, որոնք ուզում են նոր կտականին հանել սխալ, որպեսզի քեզ, եթե հնարավոր է, տիրանա։ Դրա համար ես ուզում եմ այսօր քեզ մի քիչ իրար հետ քննենք, ինչ է Իրանից ներկայացնում նոր կտակարանը։ Նոր կտակարանը դա Իրանից ներկայացնում է Աստծու խոստումների գիրք կամ խոստումների իրականացման գիրք։ Այն գիրքը, որը Իրանից ներկայացնում է խոստում։ Հակառակորդի նպատակը դա այն է, որ քեզանից տանի այն խոստումները, որ դու ունես։ Որովհետև այդ խոստումները արժեքավոր են։ Այդ խոստումները ունեն հավիտենական գնահատականներ։ Այդ խոստումները իրանցից ներկայացնում են հավիտյան զորություն, որովհետև ոչ մի խոստում Տիրոջ գետին չի ընկել առանց իրականանալու։ Լսում եք, Աստծու խոսքը ասում է, որ Աստված կանգնած է իր խոսքի հետևը, որպեսզի իրականացնի այդ խոսքը։ Չկա մի խոստում, որ Տերը տա եւ այդ խոստումը չհասնի իր նպատակին, բայց կա վտանգ։ Գիտեք, որ վտանգը այն, որ մենք հրաժարվում ենք Տիրոջ խոստումից, այն, որ մենք արհամարհում ենք Տիրոջ խոստումը, այն, որ մենք չենք ընդունում այդ խոստումը։ Նախ եւ առաջ ուզում եմ քեզ ասեմ, որ այստեղ ես գրել եմ Երկրորդ Կորինթացիս առաջի գլխի 20-րդ խոսքը, ինչ է գրված, որովհետեւ Աստծո բոլոր խոստումները նրանում Հիսուսում այո են եւ նրանում ամեն են։ Աստծո բոլոր խոստումները Քրիստոսում այո եւ ամեն են։ Երկրորդ Կորինթացիս առաջի գլխի 20 խոսքը։ Հին կտակարանում հնչեցին խոստումներ։ Իսկ նոր կտակարանում այդ խոստումները իրականացան։ Եթե հին կտակարանը ասում էր, որ կգա Մեսիան, ապա նոր կտակարանում ցույց է տալի, որ Հիսուս Քրիստոսը եկավ։ Ու այդ խոստումը դարձավ իրականություն։ Այս խոստումները, որ մենք ունենք, սա մենակ պատմություն չեն։ Դրանք այսօրվա հավատացյալի կյանքում իրական գործունեություն է։ Այսինքն Հիսուս Քրիստոսը, որ եկավ որպես Մեսիա երկիր, դա մենակ պատմություն չէ, որ եկավ, ապրեց, մեռավ, գնաց։ Այս Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի շարունակաբար բնակվի քո եւ իմ հոգու մեջ։ Մյուս կիրակի ես, որպես հայտարարություն ասեմ, մենք ունենալու ենք հաղորդություն, շատ կարևոր է, որ դու ներկա լինես այդ հաղորդությանը, ու մենք հաղորդություն անելուց ինչ ենք անում։ Հիշում ենք Հիսուսի արած գործը։ Գիտեք, աշխարհում մի հատ միտք կա, ես ուզում եմ այս մտքին անդրադառնանք։ Այն մարդիկ, որ մեզ լքել են ու գնացել են, միջև երբ են կենդանի մեր կյանքում։ Օրինակ իմ մաման մահացել է, երբ որ ես 19 տարեկան եմ։ Միջև երբ է ինքը իմ կյանքում ապրում։ Միջև այն օրը, երբ որ ես հիշում եմ։ Հենց մոռանա, ինքը արդեն չկա ինձ։ Դրա համար շատ ննջեցյալներ կան, որ շարունակում են մեր մեջ եղնել։ Ոչ թե նրանով, որ իրանք ֆիզիկապես մեր կողքին են, այլ իրանց հիշողությունը մեր սրտում կա, մեր մտքում կա։ Ես ուզում եմ այս համեմատությունը օգտագործեմ նայեմ, որ Հիսուս ասավ, քանի անգամ որ
անեք հաղորդություն, հրճակեք իմ արած գործը, իմ խաչելությունը։ Այսինքն մենք դրանով ինչ ենք անում։ Ինչքանով է Հիսուսը քո կյանքում, այնքանով, ինչքանով դու հիշում ես նրան, այնքանով, ինչքանով դու մտածում ես նրա մասին, այնքանով, ինչքանով դու նրան տեղ ես տալի քո կյանքի մեջ։ Բայց գիտեք չէ, որ մարդը կարող լինի կենդանի, բայց մոռացված։ Բոլորի կողմից չհիշվի, քեզանով չհետաքրքրվել։ Չգիտեմ, ձեր կյանքում եղել է, թե չէ, իմ կյանքում եղել է դրվագներ, որ ես եղել եմ ծանր վիճակի մեջ ու անգամ մոռացել են ինձ։ Մեկը չի եղել, որ զանգի հարցրի ասի, ինչ եղավ է։ Մեր հայերը մի քիչ բարկացած ասում են, մեկը չեղավ զանգի ասի, այ շուն, գել ու որտե ես, ինչ եղավ։ Իրականում ուզում եմ քեզ ասեմ, որ այն որ Աստված խոստումներ տվեց, այդ խոստումները այսօր էլ գործնական են եւ արդիական են։ Այդ խոստումները նաեւ ունեն իրենց մեջ զորություն եւ գործուն։ Եվ ավելին ասեմ, կան ընդհանրական խոստումներ, այսինքն խոստումներ, որ վերաբերվում է յուրաքանչյուր մարդու։ Կան խոստումներ, որոնք Տերը խոսում է անհատական ամեն անձի հետ։ Օրինակ այն ինչ որ ես սկզբից կարդացի, որ Տերոջ խոսքը ասում է, որ դու վեմ ես, չէ, եւ ես քո վրա կառուցեմ իմ եկեղեցին։ Տերը կարա խոսա քո հետ ու ասի ինչ կանչվածություն դու ունես։ Քո գործը որն է։ Ու դա անձամբ քեզ է վերաբերում։ Եթե Տերը ինձ կանչել է հովիվ լինել, դա չի նշանակում ձեզանից յուրաքանչյուրը պիտի լինի հովիվ։ Դա ինձ է վերաբերում, չէ՞։ Բայց կան ընդհանրական խոստումներ։ Ես այսօր ավելի շատ խոսալու եմ այս ընդհանրական խոստումների մասին, բայց նա ուզում եմ ուշադրություն դարձնենք մի 3 կետի, մենք մեր կյանքում պետք է ուսումնասիրենք։ Ինչ Աստված խոստացավ ինձ։ Գիտեք ինչի ասա քեզ պետք, որպեսզի դու քո հավատքդ կարողանաս աշխատացնել։ Հավատքը առանց աշխատանքի ինքը հոտում է, ոչնչանում է։ Գիտեք, մարդու ուղեղը, երբ որ դադարում է գործել, այս ուղեղը սկսում է հետ նահանջել, սկսում է հիշողության խորհուրդ, սկսում է սովորելու ունակությունը կորցնել։ Դրա համար ես իմ կյանքի ամբողջ ընթացքում մի բան եմ անում, ուսումնասիրում եմ եւ գտնում եմ Աստծո խոստումները։ Ինչ է Տերը խոստացել։ Սա առաջինը, երկրորդը, ինչպես իրականացնել Քրիստոսի միջոցով։ Այսինքն այն խոստումները, որը Աստծուց ես լսեցի, ինչպես կարող եմ դրանք իրականություն դարձնել։ Սրա մեջ շեշտումը կա Քրիստոսի միջոցով, ամեն։ Եվ երրորդը, որ պետք է ես իմ կյանքում ուսումնասիրեմ, դա նա ինչպես է գործում խոստումը այսօր։ Այդ խոստումը, որ Տերը տվել է։ Օրինակ, մի հատ խոստում խոսան, որ Տերն ասում է մի վախեցի, չէ՞։ Սա բոլորիս է վերաբերում։ Տերն ասում է մի վախեցի։ Ինչպես առաջինը Տերը ասում է մի վախեցի, երկրորդը ինչպես իրականացրեց Քրիստոսի միջոցով։ Քրիստոսն ասավ ես ձեզ հետ եմ ամեն օր։ Ամեն, այսինքն, այս խոստումը Հիսուսի միջոցով իրականացվեց։ Եվ երրորդը, ինչպես է գործում սա։ Ես ինձ հիշացնում եմ, որ ես մենակ չեմ։ Երբ որ ես իրավիճակում եմ, որտեղ վախը պատում է իմ սիրտը, ես ինձ հիշացնում եմ, որ մհեր դու մենակ չես։ Քո մեջքին կանգնած կա մեկը, որը հարություն է առել մեռելներից։ Եվ երեք այսօր եւ հավիտյան նա կենդանի է եւ նույնն է։ Ամեն։ Ու սա այդ խոստումը դարձնում է կենդանի եւ իրական։ Փառք Տիրոջ։ Դրանք առաջ։ Էսի մեկնաբանությունն է նրա, որ Աստծո խոստումները իրականացան Քրիստոսի միջոցով։ Աստված երբեք չի մոռանում իր խոստումները։
Սա կարևոր է։ Ղուկաս ավետարան 24:44-ում Աստված երբեք չի մոռանում իր խոստումները։ Մենք կարող ենք մոռանալ, թե նա ինչ է խոստացել։ Մենք կարող ենք մոռանալ, թե մենք ինչ ենք խոստացել, բայց նա երբեք չի մոռանալ։ Ու եթե մենք հետևողական ենք, այդ խոստումը իմ կյանքում իրականանա։ Որովհետև նոր կտակարանը դա Իրանից ներկայացնում է աստվածային լուր քո համար, որ Աստված չի մոռանում իր խոստումները։ Հաջորդը նոր կտակարանը տալիս է փրկության խոստում։ Հովհաննես ավետարան 3:16-ը ինչ է գրված։ Այլ փրկվի։ Ամեն։ Աստծո ամենամեծ խոստումը հավիտենական կյանքն է։ Մինչև Քրիստոսի մարդ փորձում էր հասնել Աստծուն։ Քրիստոսով Աստված եկավ մարդու մոտ։ Իսկ մենք մինչև Քրիստոսի գալը մարդը փորձում էր հասնել Աստծուն։ Բայց հակառակը տեղի ունեցավ։ Աստված հասավ։ Ինչ է կատարվում մեր կյանքում։ Փրկությունը Իրանից գործողություն է։ Ուղղակի ինչ է, որ քեզ փրկեցի, չէ։ Սա գործողություն է, կոնկրետ գործողություն է։ Ինչ է։ Մեղքերի ներում։ Փրկությունը չի կարող գործել, եթե քո մեղքերը ներված չեն։ Փրկությունը գործում է իր մեջ պարունակելով մեղքերի ներում։ Ներում, խաղաղություն, նոր սկիզբ։ Ուրեմն հաջորդը Աստծո հետ խաղաղություն կամ հաշտություն։ Որտեղ Աստծո խոսքը ասում է մի ժամանակ մենք բոլորս թշնամի էինք Աստծուն։ Գիտեք ինչ էինք թշնամու, որտեղ մենք սիրում ենք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ էր։ Որտեղ Աստծո խոսքը ասում է որ նա որ սիրում է աշխարհը, նա Աստծո թշնամու։ Ու հիմա այստեղ ասում է, որ փրկությունը մեզ ներում է մեր մեղքերը, մեզ հաշտեցնում է Աստծուն եւ հաջորդը նոր կյանք է տալու, նոր սկիզբ է տալու։ Ես ուզում եմ քեզ ասեմ, սա իրական բան է, որ դու կարող ես ունենալ նոր սկիզբ, նոր կյանք։ Այն հին կյանքը, որ վարել ես մինչև այսօր։ Անցած ժողովին, եթե չես լսել, անպայման գրուպի մեջ կա, մտի նայի այդ քարոզը։ Մենք խոսում ենք Ռախաբ պոռնիկի մասին, որ ինքը մի անձնավորություն էր, որը ընդունված չէր, բայց Աստված այս մարդուն տվեց շանս ու նոր անուն տվեց։ Ու գիտեք ինքը ով դառավ։ Ինքը հայտնվեց Հիսուսի տոհմածառի մեջ։ Մեկը, որը մերժված էր, մեկը, որը իրացնողներն անգամ չէին ներում, բայց ինքը Աստծո կողմից ընդունված մարդ դառավ, որովհետև հավատքով գործեց, ու միևնույն ժամանակ այս մարդը, որ անտեսված էր ու ներված չէր իրացնողների կողմից, ինքը հոգ տարավ իրացնողների փրկության համար։ Ուրեմն փրկություն, սա հավիտենական կյանքի սկիզբն է։ Առանց Քրիստոսի փրկության չկա հավիտենական կյանք։ Մենք մեզանով չենք կարող ժառանգել հավիտենական կյանք։ Հավիտենական կյանքը մենք ստացնում ենք միայն ու միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Ինչ ենք ստանում Հիսուսի միջոցով։ Հավիտենական կյանք։ Ներում մեր մեղքերին։ Մենք ստանում ենք հաշտություն Աստծո հետ։ Եվ հաջորդը նոր կյանք ենք ստանում։ Նոր կյանք։ Լսեք, եթե իմ կյանքը չի փոխվել, ես շարունակում եմ հին մեղավոր կյանքի մեջ ապրել, լսեք, մենք հաճախակի մենք Աստծո կարողությունը ոչնչացնում ենք։ Ներկայացնելով, որ Աստված ամենակարող է,
Միևնույն ժամանակ ասում եմ, թե ինքը ինձ չտվեց ազատագրում։ Դա այդպես չի։ Տերը զորավոր է եւ տալիս է նոր կյանք։ Կարևոր բան։ Փրկությունը դա մի բան չի, որ դու կարող ես վաստակել։ Դա մի բան է, որ դու պետք է հավատքով ընդունես։ Քո երեխաները կամ քո մերձավորները, ում որ դու սիրում ես, իրանք վաստակում են քո սերը, թե դու ուղղակի տալիս ես։ Քո երեխեքին, քո մտերիմներին, դու սիրում ես իրանք։ Անգամ իրանք չարություն են անում, դու շարունակում ես սիրել, ամեն ինչ անել։ Իրանք կարող են մերժել քո սերը, ասեն ինձ պետք չի քո սերը։ Ոմանք անում են այդ։ Բայց խելացիները ընդունում են։ Ամեն Տիրոջը։ Նոր կյանքի խոստումը։ Հաջորդը նոր կյանք է խոստանում Տերը։ Կորինթացիս 2 Կորինթացիս 5:17 ասում է. եթե մեկը Քրիստոսում է, ուրեմն ինքը նոր արարած է։ Այսինքն նոր կտակարանը չի խոսում միայն ապագայի մասին, այլ փոխում է մեր ներկան։ Ինչ է կատարվում։ Աստծո խոստումը։ Նոր կտականի ես զորության մասին եմ խոսում այսօր ժողովուրդ։ Նոր կտականը ինչ անում։ Փոխում է մեր սրտերը։ Մեր քարեղեն սրտերը փոխում է հոգևոր երկնային սրտերին։ Նոր մտածելակերպ է բերում մեր գլխի մեջ։ Հռոմեացիս 12 գլխի մեջ ասում է նորոգեցեք ձեր մտքի նորոգությունով։ Ինչպես նորոգենք, եթե ես միշտ այն որ սկզբից խոսացի, հիշում եք, սնվում եմ վատ բաներով։ Ինչպես կարող եմ լավ բանի մասին մտածել։ Եվ նոր կյանքի խոստումը իր մեջ պարունակում է ազատություն մեղքի իշխանությունից։ Այդ երկի շեցի ասում են ես ազատ եմ, մեղքի ու կապանքներից։ Ոչ մի մեղք չի կարող քո վրա իշխել, եթե դու ընդունել ես նոր կտականի զորությունը քո կյանքի մեջ։ Չկա տենց մի բան, որ կարողանա քո կյանքում կանգնացնել, որտեղ նոր կտակարանը իր մեջ պարունակում է հենց զորություն, որ մեռելին հարություն տվեց։ Փառք քեզ Տեր ջան։ Մարդը սկսում է ապրել ոչ թե անցյալով, այլ Աստծո նպատակի համաձայն։ Ես մի բան իմ երիտասարդ տարիների մեջ հասկացա, որ Աստծո կամքը իմ կյանքում ավելի լավն է ու ավելի մեծ է, քան ես ունեմ այսօր եւ կարող եմ պատկերացնել։ Հասկացաք ինչ ասեցի։ Աստծո կամքը եւ նպատակը քո համար ավելի լավն է ու ավելի մեծ է, քան դու այսօր ունես կամ կարող ես պատկերացնել։ Որտեղ Աստծո խոսքը ասում է, այն ինչ որ աչքը չի տեսել եւ ականջը չի լսել, Աստված պատրաստել է իրեն հավատացողների համար։ Ուզում եմ քեզ ասեմ, որ Աստված քո համար պատրաստած հիանալի ապագա ունի։ Քեզ կթվա ինչ ապագա, արդեն ինչ եղել է, այս դառը երկրում ինչ լավ ապագա։ Աստված քո համար ունի ծրագրավորած լավ ապագա։ Հնարավոր է դու 30 տարվա հավատացյալ ես ու մտածում ես ես արդեն հասել եմ, չէ։ Պողոս առաքյալն ասում է երանի թե հասած լինեիք, մենք էլ ձեր հետ թագավոր էինք։ Աստված իմ եւ քո համար ավելի մեծ ծրագիր ունի ու ավելի լավ ծրագիր։ Այն ինչ որ դու այսօր ունես, այդ այն չի որ ունի ինքը։ Կարող է եթե մի լավ բան կա դրա մեջ, ուրեմն ինչ որ նշուր ընկել է վրեդ։ Նրանից այն ինչ որ Աստված ունի, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ Աստված քո համար լավ ծրագիր ունի։ Հաջորդը
Նոր կտակարանը տալիս է Սուրբ Հոգու խոստում։ Ես աշխատում եմ մի քիչ արագ անցնեմ, որպեսզի դուք այս շոքից ձեր սրտերը չհալվի, չմաշվի, չոչնչանա։ Նոր կտակարանը տալիս է մեզ Սուրբ Հոգու խոստում։ Նախ եւ առաջ քեզ ուզում եմ ասեմ, Սուրբ Հոգին դա անձ է, Տիրոջ ներկայության երրորդ անձն է, Աստվածության երրորդ անձն է։ Եվ ինքը քո համար խոստում է։ Հիսուսը խոստացավ, որ իրենից հետո կգա մեկը, որ կբնակվի ձեր մեջ, կլինի ձեզ հետ միջև եւ հավիտյան։ Աշխարհը որ վերջացավ, Սուրբ Հոգին քեզանից չի վերցվելու։ Ընդհակառակը ինքը քեզ տանելու անդեղ։ Գիտեք, ինչպես է լինելու հափշտակությունը։ Մենք գիտենք, չէ՞, հափշտակության մասին։ Մենք ուզում ենք, երազում ենք, որ Տերը գա ու իր եկեղեցին տանի երկրի վրայից։ Գիտեք ոնց է եղնելու։ Երկնքից հայրը ասելու է Սուրբ Հոգի վերադարձի քո տեղը։ Ու նա ով որ ունի Սուրբ Հոգին, բնակվում է Սուրբ Հոգու մեջ, նա նրա հետ կգնա։ Դրա համար քեզ խորհուրդ եմ տալի, բռնի ես խոստումը Տիրոջը։ Սա Տեր, ես ուզում եմ քո խոստումով լցվել, ապրեմ քո խոստումի մեջ, փառք Տիրոջը։ Ինչ է տալի խոստումը Սուրբ Հոգին։ Առաջնորդություն։ Սուրբ Հոգին մեզ տալիս է առաջնորդություն։ Այս միշտ երեխաները այդ ոչ չէ։ Գիտեք, չէ՞, մենք Սուրբ Հոգու օգնությամբ կարող ենք առաջնորդվել մեր առօրյա կյանքում։ Անկեղծ ասեմ, ես դաժե հաճախակի եղել եմ մեքենա քշելուց, զգացել եմ հոգու առաջնորդությունը, որ այդտեղ մի քշի, չեմ քշել ու հետո լսել եմ, որ այդտեղ ահավոր ավայր է եղել։ Մի անգամ եղել է, որ այն ժամանակ, երբ որ նավիգատոր դեռ չկար, մենք հավատում ենք նավիգատորին, այն ժամանակ ավելի էր պետք է հավատայինք Սուրբ Հոգուն, որովհետև չգիտեինք ոնց քշենք, մի անգամ ես քշում էի, ես սխալ ճանապարհով գնացի ու հոգուս մեջ զգացի, անմիջապես, որ սխալ եմ ճանապարհը։ Հետս ահագին մարդ կար, ես իրանց առանց բացատրելու ռազմարոտ եմ տալի, գնամ այն ճանապարհով, բոլորը միաձայն գոռում են, որ հիմա դու սխալ ես անում, էսի ճիշտ ճանապարհն էր, ասի չէ, ես պետք է գնամ այն առաջնորդության, որի մեջ եմ։ Ու գիտեք, մի 10 րոպե հետո այս մարդիկ ասում, ինչ լավ է, որ մենք ունենք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին կարող է քեզ առաջնորդել, անել մի բան կամ չանել, եթե դու հնազանդ ես իրեն, եթե լսում ես իր ձայնը, եթե թույլ ես տալի, որ նա քեզ առաջնորդի։ Լսեք, էսի մի մոռացված բան է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ կարող են առաջնորդվել ChatGPT-ով, քան Սուրբ Հոգով։ Էսի դարի հիվանդություններից մեկն է, որ մենք կարող ենք լսել բոլորի կարծիքները, հարցնենք բոլորին, ինչ կասես այս հարցի մեջ։ Այս վերջերս մի հատ երիտասարդ ինձ հարցրեց, ինչ որ միտեղ իրան առաջարկում են գնա աշխատելու։ Գնամ ընդեղ աշխատեմ, թե չէ։ Մի հատ հարց տվեցի, ինքը զարմացավ, որ այդ հարցը կարող է տալ։ Ասի, իսկ ինչ ա քո մեջ Սուրբ Հոգին քեզ ասում։ Բայց ես իրան չեմ հարցրել։ Բայց ես իրան չեմ հարցրել։ Բա ո՞ւմ ես հարցնում։ Ինձ։ Միթե ես իմաստուն եմ Սուրբ Հոգուց։ Միթե ChatGPT-ն ավելին գիտի, քան Սուրբ Հոգին։ Մի ժամանակ, երբ որ մենք զրկված էինք ամեն ինչից, մենք մի հույս ունեինք, Սուրբ Հոգին խնդրում ենք, Սուրբ Հոգի առաջնորդի մեզ, օգնի մեզ։ Մենք հիմա կարծես թե իմաստուններ եւ գիտուններ ենք դառել, բայց ուզում եմ քեզ ասել, մենք կարիք ունենք Սուրբ Հոգու առաջնորդության։ Ես եւ դու կարիք ունենք Սուրբ Հոգու առաջնորդության։ Շարունակիր աղոթել, որ Սուրբ Հոգին քեզ առաջնորդի։ Շարունակիր խնդրել, որ Սուրբ Հոգին քեզ ցույց տա իր ճանապարհները։
շարունակի փնտրել ու հաջորդը, որ նա տալիս է մեզ, դա զորություն աշխատելու համար, զորություն գործելու համար։ Գործ կառաքելուց 1:8 ասում է, եւ դուք զորություն կստանաք, որպեսզի իմ վկաները լինեք։ Սուրբ Հոգին իջնելուց հետո դուք զորություն կստանաք։ Իսկ մենք այսօր ամեն ինչ ուզում ենք անենք, առանց իրա։ Լսեք, բռնեք այս խոստումը։ Դու ունես Սուրբ Հոգու խոստում։ Բռնի Տիրոջ, ասա, Տեր, ես ուզում եմ այս խոստումը։ Հակոբը գիտեք ինչ արավ։ Տերը խոստացել էր Աբրահամին, որ ես կօրհնեմ քո սերունդը։ Տերը Իսահակին խոստացավ, որ ես կօրհնեմ քո սերունդը։ Հակոբին առաջի անգամ, երբ որ հանդիպեց, հիշում եք այն պահը, երբ որ աստիճաններ ինքը տեսավ։ Տերը խոստացավ, որ ես կօրհնեմ քեզ։ Բայց մի օր եկավ, երբ որ Հակոբը հանդիպեց նորից Տիրոջը, գիտեք նա ինչ արավ։ Նա չսպասեց, չասավ, որ լավ Տերը խոստացել է հանգիստ ինձ մարգենամ ապրում, չէ, բռնես Տիրոջը, մինչև չօրհնես բաց չեմ թողա, մինչև չլցնես բաց չեմ թողա։ Լսեք, բանից պարզվում է, իմ և քո օրհնությունը, լեցունությունը կախված է, որքանով ենք մենք բռնում Տիրոջը այս խոստումից։ Որ ասում եմ, հանկարծ շշկալված եղնենք ու մեր երեխեքին մի բան խոստացած լինենք։ Ինչ կանեն մեզ։ Եթե մի բան շշկալվես ու խոստանաս երեխուն։ Ես, որ չէի աշխատում անցած տարի, անգործ էի, Արմանին մի անգամ խոսք տվեցի։ Ասի հենց գործի մտնեմ, առաջի աշխատավարձը ստանամ, քեզ խոստանում տանեմ Մակդոնալդ։ Մակդոնալդ տանեմ։ Ինքը հոգնեց այդ սպասելուց, ու մի օր հարցնում է, երբ ես դու գնում գործի արդեն։ Էրիկ չի նստես։ Երբ ես սկսեմ աշխատել։ Մտա գործի, երկրորդ օրն եմ աշխատում։ Բա երբ եմ գնեմ Մակդոնալդ, դու արդեն աշխատում ես։ Ասել եմ, երբ որ աշխատավարձ ստանամ։ Ինքը դրան չէր սպասում։ Ես կուզեի, որ Հիսուսը ասավ, եթե չնմանվեք մանուկներին, չեք մտնի Աստծո Արքայություն։ Այդ մանուկների նման բռնենք Տիրոջը։ Տեր, դու խոստացել ես քո Սուրբ Հոգին քեզ ամեն հավատացողի համար։ Տերը խոստացավ, ով որ հավատա նրա որովայնից կենդանի ջրի գետեր կբխեն։ Սա խոստում է։ Ում համար է այս խոստումը։ Բոլոր հավատացողների համար։ Դու կաս դրանց մեջ։ Եթե հավատացող ես, ուրվը կաս, եթե չէ, ուրվը չկաս։ Փառք ես Տեր ջան։ Ինչ է տալի։ Սուրբ Հոգին տալիս է ինձ մխիթարություն։ Այն ամենաանմխիթար վիճակում տալիս է մխիթարություն։ Եվ ոչ պակաս կարևոր բան, որ Սուրբ Հոգին բերում է մեր կյանքում։ Իհարկե դուք կուզեիք հիմա լսեք Սուրբ Հոգու պարգևների մասին, բայց ես կասեմ ձեզ Սուրբ Հոգու պտուղների մասին։ Որովհետև պարգևները դադարելու են, իսկ պտուղները մնալու են քո հետ հավիտյան։ Իսկ Սուրբ Հոգին քեզ տրվեց ինչքան ժամանակով։ Մինչև հավիտյան։ Դրա համար գնահատեք ու հետևական եղեք, որ ունենաս հավիտենական բաներ։ Իհարկե ես չեմ ասում անտեսես պարգևները, ես շատ եմ աղոթում եւ խնդրում Սուրբ Հոգու պարգևների համար։ Բայց ուզում եմ քեզ մի բան ցույց տամ։ Սուրբ Հոգին ունի երկու մթնոլորտ, որտեղ գործում է։ Առաջինը քո մեջ, դա պտուղների հարցն է, եւ երկրորդը քո միջոցով։ Մենք հաճախակի ուզում ենք, որ մեր միջոցով գործի, բայց ուզում եմ կարևորել, որ մեր մեջի գործը շատ կարևոր է։ Ամեն, փառք Տիրոջը։ Ինչ է իրականանում կյանքում։
մեր քրիստոնեական կյանքը դառնում է ոչ թե մարդկային ջանք, այլ Աստծո ներգործություն։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ, մեր կյանքը դադարում է լինել ջանք, այլ ուղղակի դառնում է Աստծո ներգործություն։ Փառք Տիրոջը։ Հաջորդը նոր գտականը մեզ խոստանում է Աստծո ներկայության խոստումը։ Մատթեոս ավետարանի 28-20-ում ասում է. Ես ձեզ հետ կլինեմ բոլոր օրերին։ Այս խոսքի մեջ նկատեցիք Աստված խոստացավ քեզ հեշտ կյանք։ Խոստացավ, որ ծովը կլի ծնկներից ամեն ինչ հեշտ կլինի, չէ։ Ավելին ասեմ, Տերը ասավ, որ կունենաք դժվարություններ երկրի վրա, բայց մենք վախեցի, ես ձեզ հետ եմ։ Ինչ է իրականանում կյանքում։ Երբ որ կա քո կյանքում Աստծո ներկայությունը, գալիս է գերբնական խաղաղություն փորձության մեջ։ Գալիս է վստահություն անհայտ բաների մեջ։ Եվ Աստծո ներկայությունը մեզ տալիս է ուժ դժվար օրերին։ Ես ասեմ քեզ, այսօր երկրի վրա ամենափափագելի բանը, որ ես եւ դու պետք է փափագենք, դա Աստծո ներկայությունը։ Ջանք արա լինես այնտեղ, որտեղ կա Աստծո ներկայությունը։ Աստծո խոստումը, որ ներկայությունը կա։ Ինչպես իրական դարձնել Աստծո խոստումները մեր կյանքում։ Ինչ որ մեկը իդեա ունի, ինչպես կարող ես դարձնել Աստծո խոստումները իրական քո կյանքում։ Ասեմ, թե դուք ունեք իդեաներ։ Ուրեմն առաջինը հավատքով ընդունել։ Եբրայեցիս 11:6-ում ասում է, որ նա ոչ մեկը չի կարող հաճեցնել Աստծուն առանց հավատքի։ Որտեղ ով որ հավատում է, նա է հաճեցնում Աստծուն։ Եվ ինչին պետք է հավատանք, որ նա լսում է մեզ եւ պատասխանում է։ Այսինքն առաջի ընդունելու գործիքը դա որն է հավատալ, հավատքով ընդունել, փառք Քրիստոս ջան։ Երկրորդը ինչ է ունեք, որը կարող է երկրորդը։ Հնազանդվել, առանց հնազանդություն չկա, գոյություն չունի խոստումների իրականացում։ Հակոբոսի 1:22-ը բերեք բացենք կարդանք։ Բայց խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսողներ, ձեր անձերը խաբելով։ Ասում ես։ Այսինքն իրականանում է հավատքով, հնազանդությամբ, խոստումները ակտիվանում են հնազանդության միջոցով։ Մի քանի օր առաջ ես աշխատանքի տեղ օրը մի ավտոբուս քշում եմ, չկա որ մի ավտոբուս անընդհատ քշեմ, օրը մեկը գրաֆիկի մեջ գրել եմ։ Ոմանք արդեն ծանոթ են, մի քանի շաբաթ առաջ մի հատ ավտոբուս էին տվել, որ առաջի անգամ եմ քշում։ Դե ռուլը նույնն է, պերեդաչաները նույնն են, ամեն ինչը նույնն է, բայց այս ավտոբուսը խոտ չի։ Ինչ անում եմ չան, խոտ չի։ Ու մարդը չկա, հետին են ժամը, որ գնում եմ, ես վերջինն եմ, սաղ ավտոբուսները գնացած են, ես եմ մենակ գարաժում
Զանգեցի մեր մասյարին։ Ասում եմ դու ինստրուկցիան կատարել ես, ասում եմ ո՞րն է։ Ասում եմ передачան պետք է լինի նիտրալի վրա, մասսան միացրած եւ այլն եւ այլն։ Մեկ էլ աչքս ընկա, որ передачին դեի վրա է մնացել։ Ու խոչ չի լմեք։ Պետք է նեի վրա է լինի կամ պայի։ Դա ավտոբուսին պայ չունի նը պետք է։ Այսինքն հնազանդությունը ակտիվացնում է Աստծո խոստումները քո կյանքում։ Հաճախակի քո հնազանդությունը պատճառ է դառնում, որ դու կորցնում ես Աստծո խոստումները։ Ուրեմն հաջորդը մնա Քրիստոսի մեջ։ Խոստումները անմիջապես կապ ունեն Քրիստոսի հետ հարաբերության հետ։ Առանց Քրիստոսի չկա քրիստոնեություն։ Առանց Քրիստոսի չկա խոստումներ։ Ինչ է նշանակում Քրիստոսի մեջ լինել։ Խորհուրդ եմ տալի տնային հանձնարարություն ձեզ։ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ։ Կարդացեք այսօր։ Ու մտածեք։ Հիսուսն ասում է ես որդն եմ դուք ճյուղերը։ Եթե մեկը իմ վրա է, նա պտուղ կբերի։ Իսկ եթե մեկը ինձանից պոկված է, նա չորացած ճյուղ է։ Ու հետո ասում է ինչ է նշանակում իր մեջ լինել։ Ասում է եթե իմ խոսքերը մնան քո մեջ եւ դու մնաս իմ խոսքերի մեջ, ես կլինեմ քո հետ։ Եվ այդ ժամանակ ինչ որ խնդրես կստանաս։ Լսում ես։ Հովհաննես 15-րդ գլուխը։ Ասում է եթե դու իմ մեջ մնաս, ես էլ քո մեջ կմնամ։ Ու հետո շարունակության մեջ ասում է դա ինչպես է տեղի ունենամ։ Եթե իմ խոսքերը մնան քո մեջ եւ դու մնաս իմ խոսքերի մեջ, ինչ որ խնդրես կստանաս։ Մենք բողոքում ենք, ես խնդրեցի, Աստված չտվեց ինձ։ Բայց հարց, դու մնում ես իր խոսքի մեջ։ Իր խոսքը մնում է քո մեջ։ Չէ, մենք ուզում ենք մեր ուզածով եղնի ամեն ինչը, մեր ուզածով մենք ապրենք, մեր ուզածով ժամանակ անցկացնենք։ Ու միևնույն ժամանակ ինչ որ խնդրենք ստանանք։ Չի գործում է ձեզ։ Չի գործում է ձեզ, չի լը։ Դրա համար երրորդը դա մնալ Քրիստոսի մեջ եւ չորրորդը համբերություն։ Մենք վառազներն ենք։ Մենք ուզում ենք այսօր ասինք սյոհ անգամից ստանանք, չէ՞։ Տերը հաճախակի երկայնամիտ է լինում։ Աստծո խոսքն ասում։ Ինքը երբեք չի ուշանում, բայց երկայնամիտ է լինում իմ եւ քո նկատմամբ, որովհետեւ կա բաներ, որ դու պետք է սովորես սпасել։ Ես սա առաջինը ինձ եմ ասում։ Ես այս հարցի շուրջ ունեմ խնդրեմ։ Ես անհամբեր եմ։ Ես ուզում եմ արագ, անմիջապես, բայց Տերը ուզում է, որ մենք սովորենք համբերել։ Ամեն։ Ինչու երբեմն չենք տեսնում։ Անհավատություն, անհամբերություն, չենք կատարում իր խոսքը։ Ու սա պատճառ է, որ մենք խոստումները կորցնում ենք։ Չենք տիրանում այն, ինչ որ Աստված քո համար ունի։ Նոր գտականը պարզապես պատվիրանքների գիրք չէ, այլ Աստծո բացված սիրտն է մարդու նկատմամբ։ Այն ասում է մեզ, դու կարող ես փրկվել, դու կարող ես փոխվել, դու կարող ես ապրել Սուրբ Հոգուզորությամբ, դու կարող ես քայլել Աստծո ներկայության մեջ։ Էսի քեզ ուղում եմ, այս խոսքերը արտագրի ու քեզ ամեն օր ասամ։ Դու կարող ես փրկվել, դու կարող ես փոխվել, դու կարող ես ապրել Սուրբ Հոգու զորությամբ եւ դու կարող ես քայլել Աստծո ներկայության մեջ։
մի հատ հարց տամ քեզ։ Այսօրվա խոսքերից, խոստումներից, որ խոստումն է սպասում, որ դու արթնանաս ու հավատքով բռնես։ Աստված խոստացել է քո փրկությունը, խոստացել է նոր կյանք, խոստացել է Սուրբ Հոգուն, խոստացել է Աստծո ներկայություն։ Որը պետք է բռնես այսօր։ Ասում ներկայություն։ Աստծո ներկայություն։ Ինչ որ մեկը կարող է պետքա բռնի կյանքի փոխվելը։ Ինչ որ մեկը պետքա բռնի Սուրբ Հոգով լեցվելը։ Ինչ որ մեկը կասկածում է իր ապերկության վրա, պետքա այս հարցը բռնի։ Փառքի Տիրոջ։ Բերենք այս մտքով կանգնենք ոտքի աղոթքի։ Տեր, շնորհակալ եմ, որ քեզանում բոլոր խոստումները այո եւ ամեն են։ Տեր, շնորհակալ եմ այդ բոլոր խոստումների համար։ Այո, Տեր, այսօր մենք անցանք ընդամենը 4 խոստում, դա օվկիանոսից մի կաթիլ ջուր էր, որովհետև դու այնքան խոստումներ ունես մեզ տված։ Մեր կյանքի բոլոր բնակավարների համար, բոլոր իրավիճակների համար, բոլոր հարցերի շուրջ դու ունես